անգամ է, որ կաթողիկոսը չի օրհնում։ Վստահ եմ, երևի դուք նաև նկատեցիք այն հատվածը, որ պարոն Հասանովը հենց այն падգամավորն էր, որը հենց նախորդող ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև վեհափառ հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ այստեղ մենք գործ ունեցանք կիսա ճշմարտության հետ, թե ինչ պատիվ է բերում քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած, հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես սահմանադրական կարգավիճակում օժտված մարմին ունեցող երկրին, որ ազգային ժողովի նիստին վեհափառ հայրապետի բացման խոսքը օրհնությունը չընչի, ես չեմ պատկերացնում։ Պարզապես կարող եմ ասել, որ սա իրապես խայտառակություն։ Մենք հարցը բարձրաձայնեցինք, մենք խնդիրը ընդգծեցինք, մենք մի քանի փուլով դա արեցինք իդեպ, մեկ դեպքում պարզապես բարձրախոսերը նույնիսկ միացված չէին, ես հույս ունեմ, որ դուք նշվածում ես, որ երբևէ չի լինի։ Ինչ որ կարմիր գծեր կան, որ մտածում ես այդ մի խնդիրը չի լինի։ Ցավոք, այս դեպքն է տեսանք։ Ինչ որ քանի որ արժեկաննակարգով եք նախատեսված ելույթը կաթողիկոսի, դուք ինչ որ քայլեր ձեռնարկելու եք այդ ուղղությամբ։ Առնվազն որոշ տվյալներ կփորձենք բարձել, եթե դուք նկատեցիք պարոն Հասանովի կողմից ներկայացված պարզաբանումը կրկին իմ կարծիքով կիսա ճշմարտության շրջանակներում, բայց վերջինս ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասեց ով կարող է իր դեմն առնել։ Այսինքն նույնիսկ կարծես մի քիչ քննադատական խոսք կար, երևի թե քաղաքացիական պայմանագրին ուղղված, բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը որպես ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշում այնտեղ փոփոխություն է արել եւ վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է։ Երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէր դրանից։ Հրապարակված է այդ որոշումը, որը հենց վերաբերում էր նաև ԶԼՄ-ների գործունեությանը։ Այդ նույն որոշման մեջ կարող եք դա եւս տեսնել։ Ինձ կներեք պարզապես վերջին հարցը։ Եվ վերջին հարցը ձեր տեխնացությունն է առաջադրել փոխնախագահի պաշտոնում, ուժեղ Հայաստանը։ Պարոն Աբրահամյանը մեր խմբակցության քարտուղարը դրա վերաբերյալ մանրամասն անդրադարձ կատարի։ Եկեք նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի, այնուհետև կտեսնենք։ Անկեղծորեն եմ ասում։ Նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի տեխնացությունը, որից հետո խոսենք։ Բացի ձեզնից այլ տեխնացու եղել է։ Թող պարոն Աբրահամյանը ներկայացնի տեխնացուի անուն ազգանունը, որից հետո խոսենք։ Շնորհակալ եմ։